Ցավալիորեն սա էլ նորամուծություն չի, նորարարություն չի, մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք բանակում իրավիճակ, որտեղ բացի ռազմական գործողություններից ունեցել ենք նաև հարաբերական խաղաղ պայմաններում զոհված զինվորներ եւ այդ գործերի չբացահայտումը իրենց հերթին բերում են նոր խնդիրների։ Հնարավոր չի պատկերացնել, որ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի օրենքի ամենայն խստությամբ, մինչև ամենաբարձր պաշտոնները, մինչև գեներալից այդ պատասխանատվության ենթարկվեր եւ զորամասում լիներ մի իրավիճակ կամ պոստերում լինեն իրավիճակ, որտեղ սպաները պատասխանատվություն չկրեին եւ շահագրգռված չլինեին որևէ միջադեպի բացակայության համար, բացառելու համար որևէ միջադեպ։ Հնարավոր չի պատկերացնել, բայց քանի որ մենք ունենք եւ դրա ամենավառ օրինակն է սևազգեստ մայրերը, որոնք 20 տարուց ավել պայքարում են իրենց երեխաների խաղաղ պայմաններում սպանված երեխաների գործերը բացահայտելու եւ ակնհայտ է, որ այդ գործերով գոնե գլխավոր դատախազի մակարդակով վստահություն կա, որ չեն համապատասխանում քրեական գործերը իրենց նախնական, այսպես հարուցման հիմքերին եւ ապացույցները չեն համապատասխանում իրականությանը, որ ապացույցները կեղծված են, ապացույցները ոչնչացված են, որ չգիտեմ, բազմաթիվ խախտումներ ու հանցագործություններ կատարված այդ գործերով եւ չկան պատասխանատվության ռեալ իրական ամենակարևորը, ոչ թե առհասարակ չկան պատասխանատվության ենթարկվածներ, որովհետեւ շատ դեպքերում մենք ունենք իրավիճակ, երբ սերժանտին, չգիտեմ, այնտեղ լեյտենանտի մաքսիմում պատասխանատվության են ենթարկում, դրանից բարձր պատասխանատվություն ունեցողները պատասխանատվության չեն ենթարկում առհասարակ։ Այնինչ իրենք են պատասխանատու տարածքի անվտանգության։ Երբ քաղաքացին զինվորը գնում է բանակ, ինքը ամբողջությամբ գտնվում է պետության պատասխանատվության ներքո ու բացարձակ էական չի։ Իր խնդիրը եղել է առողջական, որովհետև մենք ունենք դեպքեր, երբ առողջության հետ կապված մարդիկ տևական երիտասարդը տևական ժամանակ ունեցել է առողջական խնդիր, բայց բավարար բուժօգնություն չի ստացել։ Անկամ եթե խոսքը գնում է մեքենայի անսարք լինելու եւ վթարի հետևանքով մահանալու, միևնույնն է դա պետության պատասխանատվության ներքո է, որովհետեւ իրենք են պատասխանատու։ Ցավալիորեն նորից պատասխանատվության են ենթարկվում միայն ղեկին նստած զորակոչիկը, նորակոչիկը, 18-20 տարեկան երիտասարդը, որին մի հատ մեծ անկառավարելի ուռալ են տվել ու իրան անծանոթ լեռնային գոտով հնարավորություն են տվել գնալու առանց հասկանալու, որ այդ տարիքի երիտասարդը այդ պատրաստվածություն ունեցող, ոչ բավարար պատրաստվածություն ունեցող վարորդը չի կարող այդ ճանապարհով, անծանոթ իր համար ճանապարհով այդ չափի մեքենա, օրինակ տեղ հասցնել մի ամբողջ, չգիտեմ, ջոկատ կամ գումարտակ։ Հնարավոր չի պատկերացնել իրական պատասխանատվության բացակայության պայմաններում, որ այսպիսի դեպքեր չեն լինի։ Անշուշտ աշխարհի բոլոր բանակներում լինում են եւ նաեւ դժբախտ պատահարներ, դա անխուսափելի է, բայց մեր պայմաններում, երբ մենք ունենք այսքան կորուստ, մենք համար յուրաքանչյուր մարդու կյանքի համար կռիվ տալը ուղղակի կենսական անհրաժեշտություն է։ Ես լսել եմ նաև բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների տեսակետներ, որ մենք նախորդ տարիների հետ համեմատած ունենք ավելի նվազդ թիվ մահացությունների զուտ հիշեցնելու համար։ Ժողովուրդ, մենք ժամանակին ունեցել ենք մեր բանակը եղել է 40-50 հազար, 40-50 հազարից 40 զոհը դա տոկոսային առումով շատ ավելի քիչ է, քան թե հիմա առանց թիվը հրապարակելու այս պայմաններում, որ այնքան զորք ինչքան ունենք մենք այսօր ու 27 թիվը, դա տեսակարար քշռով ահռելի թիվ է եւ սրա պատասխանատուն օրվա իշխանություններն են, անկախ նրանից թե անուն ազգանունը ինչ է այդ մարդկանց։ Եվ հասարակությունն էլ ամենակարևորը հասարակությունը պիտի հասկանա, որ բանակը դա զուտ ինչ որ մեկի երեխան չի, դա բոլորի անվտանգության խնդիրն է, դա բոլորի պաշտպանվածության խնդիրն է եւ դա ամենակարևորը, դա մարդիկ են, մեր հասարակության մասնիկներն են, որոնց համար պատասխանատու ենք մենք բոլորս եւ պահանջատեր պիտի լինի յուրաքանչյուրը, որտեղ ի վերջո բանակի անվտանգությունը, բանակում զինվորի անվտանգությունից կախված է մեզանից յուրաքանչյուրի անվտանգությունը։